Բարև ձեզ սիրելի բալիկներ, բարև ձեզ սիրելի փոքրիկներ, ինչու՞ չէ նաև մեծիկներ, բայց շատ մեծիկ էին, եկեք խնդրենք, որպեսզի հեռու գնան ու չխանգարեն մեզ, լավ, շնորհակալություն, այսօր մենք ձեզ համար պատրաստել ենք շատ հետաքրքիր, շատ լավ, շատ կախարդական, բայց միևնույն ժամանակ շատ իրատեսական հեքիաթ, իսկ հեքիաթի հեղինակը այստեղ կողքս նստած է, դա մեր Արպինը, որը ձեզ համար գրել է այս հեքիաթը, ընդհանրապես շատ հեքիաթներ է գրել, չէ Արպին, բայց այսօր մենք հենց այս մեկը կարդանք ձեզ համար, որովհետև մոտենում է ծննդյան տորերը, այո, դե սկսենք, Սկսենք Հրանտ, լինում է, չի լինում, մի իշուկ է լինում, իշուկն ապրում էր Բեթլեհեմում գտնվող մի ոչ շատ մեծ, բայց տաքուկ գոմում, նրա հետ գոմում էին ապրում փիսիկներ, գառնուկներ, կովուկներ, նապաստակներ, հավեր, բայց ինչ շատ կենդանիներ կային, նույնիսկ աքլորներ կարմրակատար, իշուկը փոքր էր, բայց շատ խելացի, նրան բոլորը սիրում էին, թե կովիկները, թե նապաստակները, թե փիսաները, Հովիկներն են, դա շատ կարևոր է, ամեն առավոտ, երբ արշալույսի շողերը լուսավորում էին Բեթլեհեմի փոքրիկ քարաշեն տները, գոմում աշխուժություններ սկսվում, Փաթիկները շտապում էին լճակում լող տալու, փիսիկները մուկ էին որսում, իսկ մեր իշուկը կանգնում էր դռան մոտ, նայում քաղաքի կողմ ու երազում։ Իսկ ինչի իշուկն չէր գնում ման գալու։ Որովհետև ծնվելիս նա ոտքը վնասել էր։ Մի ոտիկը միշտ ցավում էր։ Բարձր։ Նա շատ էր երազում, որ մի օր ոտքը չցավա եւ ինքը դառնա մարդու օգնական։ Ես վստահ եմ այդպես կլինի։ Տեսնենք։ Իշուկին բոլորը սիրում էին, ոչ միայն խելացիության, այլ նաև նրա երազելու կարողության համար։ Նա շատ հանգիստ, բարի, համբերատար էր։ Նա, ոնց ասեմ, նա գառնուկներից մեկը ասենք մոլորվում էր, չէ՞։ Գնում էր միտեղ խաղալու ու մոլորվում էր, իշուկը գնում էր ու այդ գառնուկին ետ էր բերում։ Երևի ձայն էր տալիս, և գառնուկը լսելով ձայնը միանգամից մոտենում էր իշուկին ու գալիս էր գոմ, նույնը կատարում էր հավիկների հետ, անգամ երկու աքլոր էին, իրար հետ անդադ կռվում էին ու հենց որ նեղանում էին իրարից գնում էին տարբեր կողմեր, իշուկը էլի անում էր ու աքլորիկները մոտենում էին իշուկին, նրանց էր բերում դեպի գոմ։ Այդպես խաղաղ, հանգիստ իրենց համար ապրում էին։ Հանկարծ մի օր Ես եմ շարունակում։ Գոմի դուռը բացվեց և ներս մտան մի կին և մի տղամարդ։ Կինը շատ գեղեցիկ էր։ Տղամարդն էլ գեղեցիկ էր, բայց կնոջ հմայքը լրիվ ուրիշ էր։ Նա բարի էր։ Շատ։ Ու լուսավոր։ Շատ։ Կենդանիները միանգամից հասկացան դա։ Այո։ Եվ սիրով տեղ տվեցին եկվորներին։ Իսկ գիտես իշուկի հետ ինչ եղավ։ Իշուկը այսպես բերանը բաց, կիսատ մնաց ասելը համայված նայում էր կնոջը։ Կնոջ անունը Մարիամ էր։ Այո։ Իսկ տղամարդի անունը Հովսեփ։ Հովսեփը գնաց եւ հարդով փոքրիկ անկողին սարքեց։ Ինչով։ Հարդով, սա չորացրած խոտն է։ Մարիամը նստեց այդ փոքրիկ անկողնում եւ կենդանիները հավաքվեցին նրա շուրջ։ Բա ինչ հետաքրքիր է։ Նա հերթով բոլորի ճակատը սիրեց։ Եվ կենդանիները հանգստացան, զմայլվեցին եւ ժպիտով նայում էին տիկնոջը։ Այո, միգուցե սենց նստոտեցին նրա կողք։ Միգուցե։ Այդ ժամանակ դրսում արևը սկսեց մայր մտնել։ Դուք գիտեք երեխաներ ու Հրանտ, որ երեկոյան մի ժամ կա, երբ արևի շողերը ոսկեգույն են դառնում,
ոսկեգույն, վարդագույն, մանուշակագույն ու ներկում են երկիր մոլորակ այդ գույներով։ Դա որ ժամն է։ Ժամը 6-ը։ Քանիսը։ Ուրեմն հիշեք, որ 6-ի կողմերը կախարդությունն է տիրում աշխարհում։ Ճիշտ է։ Ամեն ինչ ոսկեգույն է դառնում, մանուշակագույն եւ անգամ վարդագույն։ Բա Այ հենց այսպիսի մի ժամ էր, սիրուն արևի շողերը ներկել էին թասի միջի ջուրը վարդագույն։ վայ Եվ Հիշուկը գնաց դեպի դուռը ու զմայլվեց այդ տեսարանով։ պատկերացնում։ Մեր Հիշուկը շատ էր սիրում արևամուտ։ Ինքան կանգնեց մինչև արևը մայր մտավ եւ երկնքում երևացին առաջին աստղերը։ Տակ 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 տակ։ Ո՞ր գեղեցիկ է, չէ։ Մութ երկինք եւ լիքը աստղեր։ Աստղերի մեջ մեկը շատ մեծ էր այդ օրը եւ շատ վառ էր լույս տալիս։ Վայ, Պատկերացնում ես։ բոլորը սենց աստղերիկ էին։ Ահա։ Այս մեկը սենց մեծ։ Հիշուկը այդպես զմայլված նայում էր աստղերին եւ հանկարծ գոմի ներսում ինչ լսեց։ Մանկան ճիչ։ Անմիջապես ետ եկավ եւ տեսավ փոքրիկին։ Նորածին է ծնվել, պատկերացնում եք գոմում։ Հիշուկը երբեք այսքան գեղեցիկ ու ջերմ տեսարան չէր տեսել։ Նորածինը լուսավոր ու ժպտերես մոր գրկում էր, բարուրված ջերմակ փափուկ կտորով։ Հիշուկին թվաց, թե ինքը լսեց մաքրեմաքուր երգեր, որ շատ հեռուներից էին գալիս։ Ասես գիշերը մեղեդի դարձավ։ Ծիրկաթինը մեղմ պտտվեց ու երգեց երկնա կամարում։ Նրան միացան քնքուշ ձայնով ծաղիկներն ու տերևները, արվակները եւ ինչերը։ Ծաղիկները, տերևները։ Այո։ Լուսատիտիկները։ Հետաքրքիր, ինչ է կարծում բալիկներ, էլ ինչերը կարող են միանալ երգին։ Շատ ճիշտ եք ասում, ջրվեժները։ Իհարկե, այ մենք մոռացել ենք։ Թվում էր, դիեզերքն ու մոլորակները երգում են ամբողջ սրտով, ողջունելով այս հրաշք պահը։ Հիշուկը գլուխը մտցրեց կենդանիների մեջ, ականջներով հրհրեց գառնուկներին ու կանգնեց մանկանն այնքան մոտ, որ լսելի դարձավ նրա շնչառությունը։ Այդ շնչից գոմը լցվեց աննկարագրելի հանգստությամբ։ Հիշուկը հիացավ։ Նա սրտի խորքում հասկացավ, հենց այս բայի համար էր ինքը ծնվել։ Հանկարծ այդ պահին դռան թակոց լսվեց։ Պատկերացնում եք, Հովսեփը անհանգստացավ, գնաց դեպի դուռը, Մայրամը անհանգստացավ, բալիկին դրեց խանձարուրի մեջ, հարդով պատրաստված անկողնու մեջ եւ ինքն էլ գնաց ամուսնու հետևից։ Բայց հանգիստ էր Մարիամը, որովհետեւ փոքրիկը մենակ չէր։ Կենդանիների։ Այո։ Հիշուկը օգտվելով այս պահից, որ բալիկի մոտ ոչ ոք չկար, մոտեցավ բարուրին։ Հանկարծ բալիկը թաթիկները հանեց դուրս ու ժպտաց հորանջելով ասեց ողջուներ ողջ աշխարհը։ Հետո նայեց Հիշուկի աչքերի մեջ ու իր փոքրիկ թաթիկով կպավ Հիշուկի ոտքին։ Բայց Հենց որ ոտքին։ այն ոտքին, որը ցավում էր։ Շատ էր ցավում։ Ու անմիջապես ցավը Անցավ։ այո։ Ու գիտես ինչ եղավ։ Հիշուկի տեղը ով էլ լիներ կզռար բարձր ձայնով, չէ՞։ Հիշուկը բարձր ձայնը գլուխը գցեց ու Բայց փոքրիկը չվախեցավ, որովհետև գիտեն դա ուրախության ձայնը։ Այո, փոխարենը Մայրամը վազելով ներս եկավ եւ տեսավ, որ ամեն ինչ խաղաղ է ու սիրուն։ Նա դեռ չէր հասկացել, որ Հիշուկի ոտքը բուժվել է։ Նա բացված դռնից այն կողմ երևացին 3 բարձրահասակ, արտասովոր հագուստներով մարդիկ։ Նրանք Հովսեփի հետ զրուցում էին։ Հեռու էին կանգնած, դամար ձայները չէր լսվում, բայց ինչ որ շատ կարևոր բանի մասին էին զրուցում։
տղամարդկանց հանդերձները ծածկված էին փոշով, երկար ճանապարհ էին անցել, բայց աչքերում բարություն կար։ Ես կարծում եմ սրանք մոգերն էին, Հրանտ, Իհարկե, որ եկել էին երկրպագելու փոքրիկ նորածնին։ ու մոգերից մեկը արծաթե մորուք ուներ եւ թափ, խոնարհվեց ու գոմի վերևում փայլով վառ աստերը ասես մատնացույց անելով ասաց. Ես գիտեմ ինչ ասաց։ Ասաց, որ մենք այս աստղին հետևելով ենք եկել եւ եկել ենք երկրպագելու նորածնին։ Հովսեփի ցույցտվությունը ստանալով նրանք ներս մտան եւ լուր ու պատկառանքով մոտեցան նորածնին եւ խոնարհվեցին նորածնի առջեւ, ոսկե նվերներ դրեցին լուսաշող մսուրի առջեւ եւ գնացին։ Սիրուն է, չէ։ Իհարկե, գոմի կենդանիները մեկ առ մեկ մոտեցան նորածին, Գլուխները խոնարեցին։ ոմանք նստեցին գետնին ու աչքերը հառեցին դեպի ինչը, Խանձարուր, այդ ինչը, մսուր։ հա, դեպի այդ մսուրը, որից լույս էր ճառագում։ Նորածինը ժպտաց, ինչպես միայն լույսը կարող է ժպտալ։ Աշխարհը այլևս Երեկվանը չէր։ Այ այսպիսի գեղեցիկ եկան ձեզ համար փոքրիկներ, իսկ հիմա մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս ժամանակավոր բնականաբար։ Շնորհավոր ձեր նոր տարին, Եվ Սուրբ Ծնունդը։ թող լինի ուրախ, զվարթ, խաղաղ տարի։ Ցտեսություն։